Հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանն ու կինը, որ մեկնել են Վատիկան, հյուրանոցի վրա աստղաբաշխական թիվ են ծախսել։ Փաշինյանն արդարանում է. պետբյուջեից ծախսվել է 787,000 դրամ, ես վերադարձել եմ, Աննան մի քանի օր էլ մնացել, այսինքն եւս մի քանի օր ու միայն հյուրանոցի վրա 787,000 դրամ, ամենաթանկ արժեք հյուրանոցներից մեկում։ Մսխում է, այո։ Ընդ որում ծախսերի մասին հարցում ես անում, պատասխանում են, որ գաղտնիք է։ Բյուջեն ժողովրդի գրպանն է, բայց գաղտնի է, թե այդ գրպանից ինչ է ծախսում Նիկոլը։ Մի ամիս առաջ մամուլի ասուլիս էր տալիս ու ասում էր, որ ընտանեկան փոդքասթը, որ վարում են Մարդուկին, կառավարության նկարահանող խմբերն են անում։ Դա ինչ է, եթե ոչ բյուջեի վատնում անձնական նպատակների համար։ Ինքը արդարացնում է, թե փոդքասթը վարչապետի գործունեություն է, բայց ներողություն, դու հո չես կարող քո վարչապետության ընթացքում ամեն հիմար բանի վրա փող ծախսել եւ դա ներկայացնել որպես վարչապետի գործունեություն։ Օրինակ, որ առավոտ գիշերով ոստիկանները փակում են փողոցներ ու դու պետական ավտոմեքենաները հետևդ գցած հեծանիվ ես քշում, դա էլ է վարչապետի գործունեություն։ Թիմով այցելել էր Գյումրի, կուսակցական հավաք էին գնացել, բայց պետական ռեսուրսներ վատնելով։ Վրաստանում այդպիսի բաների համար նստացնում են այն էլ 9 տարի, որովհետև այլ երկրներում հարկատուի վճարած ամեն կոպեկը պետք է ծախսել ուշի ու շով։